Ինձ թվում է, սկսենք, նախ երևի թե սկսեմ շնորհակալական խոսքից, շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին, ովքեր շարունակաբար լուսաբանում են այս հարցը եւ հասարակության ուշադրության կենտրոնում են պահում եւ ինչու ոչ նաեւ պրոֆեսիոնալ հրապարակումների միջոցով կարողանում են նաեւ միջազգային լրագրողական արձագանքի արժանացնել խնդիրը։ Ինչպես գիտեք, ունենք առիթը դեռևս 1 տարի առաջ Բաքվում մեկնարկված դատավարություններն են, որոնք կապված են հայերին վերագրվող արարքների հետ։ 2025 թվականի հունվարի 17-ին մեկնարկվեցին այս դատավարությունները, սակայն հունվար ամսվա նախասկզբին արդեն իսկ ադրբեջանական մամուլի աղբյուրները մեծ շուքով ազդարարեցին այս լրջագույն դատավարությունների մեկնարկը, ներպետական քննային քննարկումներում դրանք նույնացվում էին նաև Նյուրնբերգյան դատավարությունների հետ եւ արդեն հունվար ամսին Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ այդ դատավարությունները ֆարս են, ինքնախոստովանական ցուցմունքներ չեն տրվել, կան ստորագրված արձանագրություններ նախաքննության փուլում, որոնք կեղծ են, եւ այն փաստաբանները ու թարգմանիչները, ովքեր ստորագրել են այդ արձանագրությունները, պարտադրանքի ներքո են գործել։ Նաև Ռուբեն Վարդանյանը առարկություններ ներկայացրեց դատագործերի անջատման առնչությամբ, ինչպես գիտեք, նախաքննության փուլում մեկ գործ է եղել, դրված են եղել նույն ապացույցները, նույն փաստերը, սակայն դատավարական նախաքննական կոնկրետ փուլում որոշում է կայացվել առանձնացնել Ռուբեն Վարդանյանի գործը եւ մենք արդյունքում ունեցանք 2 զուգահեռաբար ընթացող դատավարություններ։ Մի դատավարություն Ռուբեն Վարդանյանի դատավարություններ, այսինքն 1 ամբաստանյալով գործ, եւ երկրորդ դատավարությունը, որը մեզ հայտնի է 15-ի դատավարություն, ուներ 15 ամբաստանյալներ, ներառնված էին Արցախի 7 ռազմաքաղաքական ղեկավարներ եւ 8 գերիներ, որոնց գերեվարումը ուղղակիորեն առնչություն է ունեցել 2023 թվականի սեպտեմբերյան հարձակման հետ եւ նրանք օբյեկտիվորեն գտնվել են հենց ռազմական գործողությունների գոտում։ Անկեղծ ասած, իրավական տեսանկյունից գործի անջատման հիմքեր չկան, քանի որ վերագրվող արարքները նույնական են, ապացույցները նույնական են, դեպքերը փոխկապակցված են, եւ մենք այստեղ անձով պայմանավորված ոչ իրավական առումով օբյեկտիվ առանձնացում ենք տեսնում, բայց արդեն իսկ դատավարությունները ընթացել են այս տրամաբանությամբ։ Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը հաջորդեց Amnesty International-ի հայտարարությունը, որով կոչ էր արվում ապահովել արդար դատաքննության իրավունքը բոլոր հայ ամբաստանյալների համար, ընդ որում այս հայտարարությունը ընդգծում էր նաև դատավարությունների հրապարակային եւ բաց բնույթը, որպեսզի իրականացվեր հանրային վերահսկողություն դատական process-ի նկատմամբ։ Թեև Ադրբեջանի իշխանությունները իմիտացրեցին բաց դատավարություններ, սակայն այդ դատավարությունները իրենց բնույթով փակ էին, դրանք փակ են եղել անկախ լրագրողների համար, փակ են եղել անկախ մասնագետների համար, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար, զանգվածային լրատվամիջոցների համար եւ թերևս ադրբեջանական պետական Ազերթաջ լրատվական գործակալությունն է, որը հանձնառել է պաշտոնական լուսաբանումը եւ հետագա նյութերը վերարտադրվել են հենց այս սկզբնաղբյուրի հիման վրա։ Միակողմանի լուսաբանում է տեղի ունեցել, այն բոլոր դեպքերում, երբ մենք հնարավորություն ենք ունեցել ստանալ այլընտրանքային տեղեկատվություն, նաև եղել են անհամապատասխանություն կամ առնվազն ոչ ամբողջական տեղեկությունների հրապարակում։ Բոլոր այն կազմակերպությունները, որոնք դիմել են եւ մուտքի թույլտվություն են հայցել, կամ նրանց միջնորդությունները, խնդրանքները մերժվել են կամ անտեսվել են, այսինքն անգործությունը լրելային գործողությունները եւս հանգեցրել են իրավունքի չիրականացման,
Հասարակական կազմակերպությունները դիմել էին նաև տարբեր դեսպանատների իրենց ներկայությունը ապահովելու նկատառումներով, սակայն նման հնարավորություններ չեն տրվել, առանձին եզակի դրվագներով անհաջող փորձեր եղել են, բայց մենք կարող ենք ամփոփել, որ դատավարությունների ընթացքը տեղի է ունեցել փակ ռեժիմով, ոչ հրապարակային։ Այս շուրջ 1 տարի ընթացող դատավարություններում, երբ ընդհանուր առմամբ դատական նիստերի քանակը 2 դատավարություն գերազանցում է 150-ը, մենք չտեսանք կոնկրետ փաստեր, չտեսանք կոնկրետ ապացույցներ եւ արարքներ այդպես էլ չմնացին ապացուցված։ Մենք կարող ենք նկատել, որ հիմնական մեղադրանքները հենց քաղաքական թեզերի վերարտադրում էին դատական process-ներում եւ այս ողջ դատավարության նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումներ եւ ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել, ուստի գործընթացը հենց կապված է Արցախ, դրա ինքնորոշման իրավունք, հայկական պատկանելիություն եւ ի նպաստ գործունեություն եւ սիմվոլիկ մենք ունեցանք ղեկավարներին։ Նշեմ, որ դատավարությունների վերաբերյալ այլ միջազգային արձագանքներ եւս եղել են, առավել մենք կարևորում ենք 2025 թվականի մարտին Եվրոպական պարլամենտի կողմից ընդունված բանաձևը, թերևս շատ համակողմանի գնահատական էր պարունակում արցախյան հակամարտության առնչությամբ եւ խիստ դիպուկ լեզու էր օգտագործվում, այստեղ հստակ գնահատական կար նաեւ էթնիկ զտումների, ապօրինի դատավարությունների, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ եւ ինչու ոչ կար ուղղակի ազատ արձակման կոչ, որը չպետք է ենթարկվեր որևէ պայմանականությունների, ազատ արձակման կոչեր հնչեցվել են նաև այլ բարձրաստիճան մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող պաշտոնյաների կողմից, մեզ համար հատկապես հատկանշական էր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում գործող մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի կոչը, մարդու իրավունքների խորհրդի սեսիայի շրջանակներում, երբ անվերապահ ազատ արձակման կոչը ուղղվեց Ադրբեջանի իշխանություններին։ Հիմա կցանկանայի անդրադառնալ նաև այս դատավարությունների ընթացքում Կարմիր խաչի գործունեությանը, ինչպես գիտեք, Կարմիր խաչը կանոնավոր այցելություններ է անցկացրել 1 կամ 2 ամիսը մեկ պարբերականությամբ Բաքվում պահվող բոլոր հայերի, սակայն այս հանդիպումները դադարեցին 2025 թվականի հունիս ամսին, իսկ Կարմիր խաչը արդեն սեպտեմբերին հայտարարեց իր գործունեության դադարի մասին, բայց այս այցելությունները տեղի են ունեցել փակ հաստատություններում եւ ուղղակի առնչություն չեն ունեցել դատական process-ների հետ, այստեղ դիտարկվել են նրանց պահման պայմանները, արկա առողջական եւ այլ խնդիրները եւ կոնֆիդենցիալ հիմունքներով դրան կոմունիկացվել են Ադրբեջանի իշխանություններին եւ Կարմիր խաչը փորձել է երկխոսությամբ ճանապարհով հասնել որոշակի պայմանների բարելավման, կարծում եմ, որ այդ գործունեությունը իր դրական արդյունքը տվել է, եթե մենք համեմատում ենք պահման պայմանները գերեվարման վաղ ժամանակահատվածում եւ հետագայում, ապա դրական տեղաշարժեր նկատելի են։ Նշեմ, որ որոշ դատապարտված գերիների նաև տեղափոխել են նոր կառուցված քրեակատարողական հիմնարկ, որտեղ պայմանները անհամեմատ ավելի լավ են եղել, քան սկզբնական պահման վայրերը, բայց նաև այն վերապահումը անեմ, որ երբեմն ադրբեջանական մամուլը տարածում է լուսանկարներ,
որտեղ իբր հիմնական հիմունքներով պահվում են հայերը, դրանք իրականում լուսանկարչական նկատառումներով առանձնացված սենյակներ են, որտեղ հայ բանտարկյալներին այցելում են ադրբեջանցի պաշտոնյաներ եւ դրանով ներքին լսարանին ցուցադրում են, որ մարդասիրական նորմերը Ադրբեջանում պահպանվում են, այս ճանապարհով փորձ է արվում նաեւ բարձրացնել նրանց օմբուդսմենի դերը հայ պատանների իրավունքների պաշտպանության հարցերում եւ մենք այս գործընթացի եւ Կարմիր խաչի գործունեության դադարեցման միջև նաեւ կապեր ենք տեսնում, այսինքն մի կողմից փակվում է Կարմիր խաչը, մյուս կողմից կադրեր են թողարկվում, որտեղ օմբուդսմենի այցելությունները դիտարկվում են որպես փոխարինող արդյունավետ միջոցներ, մենք այս մոտեցումը ընդհանրապես չենք կիսում եւ մեր միջազգային գործընկերներին էլ տեղեկացրել ենք, որ օմբուդսմենական ինստիտուտը Ադրբեջանում անկախ չէ, անկախության փարիզյան սկզբունքներին չի բավարարում եւ որևէ աջակցություն այս ինստիտուտի կողմից չի կարող բավարար լինել։ Նշեմ, որ արդեն նոյեմբեր ամսին դատական նիստերը թևակողեցին եզրափակիչ փուլ, որտեղ մենք լսեցինք նաև առաջարկվող պատժատեսակները։ Բոլորի առնչությամբ պահանջվեց ղեկավարության ցմահազատազրկումը, միայն օրենսդրական հանգամանքով պայմանավորված 65 տարին լրացած երկու ռազմաքաղաքական ներկայացուցիչի առնչությամբ պահանջվեց 20 տարի ազատազրկումը։ Եվ մենք նաև հոկտեմբեր ամսին ունեցանք կարևոր զարգացում, երբ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց մասնավոր փաստաբանի ծառայություններից, հստակ ներկայացնելով շարժառիթը, դա կապված էր պաշտպանությունը կազմակերպելու անհնարինության հետ, ըստ էության 400 հատորը գերազանցող ծավալի նյութեր էին ներկայացվել, որը գերազանցում է 100,000 էջը, ընդ որում այս նյութերը օգտագործվել են ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլ նաև 15-ի դատավարություններում եւ այս մեծածավալ նյութերը թարգմանված չեն եղել հայ ամբաստանյալներին հասանելի լեզուներով, ավելին դրանց ծանոթանալու հնարավորություն չի տրվել, նախ օբյեկտիվ հնարավորություն ժամանակի առումով եւ մյուսը բազմաթիվ փաստաթղթեր նաեւ կլասիֆիկացված են եղել որպես օրինակ գաղտնի տեղեկություններ եւ այստեղ էլ դրվել են լրացուցիչ սահմանափակումներ եւ ակնկալվել է, որ առանց մեղադրական եզրակացությանը ծանոթանալու, առանց գործի նյութերին ծանոթանալու հայերը պետք է կազմակերպեն ձևական պաշտպանություն, բոլոր այն միջնորդությունները, որոնք ուղղված են եղել իրական պաշտպանությանը, մերժվել են, այսինքն կողմերի իրավահավասարության, զենքերի հավասարության սկզբունքը եւս պահպանված չի եղել եւ այստեղ անտրամաբանական է դարձել ձևական պաշտպանություն կազմակերպելը եւ մասնավոր փաստաբանը էր գրավել հենց այդ նպատակներով, նրա գործունեությունը եւս խոչընդոտվել է եւ արդեն անառարկական է դարձել որևէ պաշտպանության կազմակերպումը, մինչև այս ազատումը մենք կարողացել ենք ավելի հանգամանալից տեղեկություններ ստանալ դատավարությունների վերաբերյալ, սակայն հոկտեմբեր ամսից սկսած միակ աղբյուրը դարձել են պաշտոնական լրատվամիջոցները։ Եվ արդեն գիտեք, դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ 15-ի դատավարության վերջին նիստը, դատավարությունը ավարտված է, այս գործով դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ եւ մենք ակնկալում ենք այս ամսվա ավարտին ունենալ դատավճիռ։ Հետաքրքրական զարգացում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի գործով, 27-ին նշանակված էր նիստը, որի ընթացքում պետք է տրվեր վերջի խոսքի իրավունք, սակայն նիստը հետաձգվեց փաստաբանի առողջական խնդիրներ ունենալու հիմքով, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանի, որից հետո նշանակվեց մեկ այլ նիստ, բայց այս նիստը հետաձգվեց անհեթեթ պատճառաբանությամբ, որ դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում։ Այսինքն դեկտեմբերի 26-ին, երբ 15-ի գործով դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, այս հանգամանքը օգտագործվեց գործի հետագա ձգձգումը արդարացնելու նպատակով։
Եթե այս հանգամանքը լիներ իրական հետաձգման պատճառ, ապա դեկտեմբերի 27-ի նիստը եւս պետք է հետաձգվեր այս հիմքով, բայց դեկտեմբերի 27-ի նիստը հետաձգվել էր փաստաբանի ենթադրաբար առողջական խնդիրների պատճառով, եւ սա մեզ թույլ է տալիս մտածել, որ Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան։ Ինչով է դա հիմնական պատճառները, որոնք կարող են լինել դժվար է վերհանելը, սակայն այդ հետաձգման միտումը մեզ համար նկատելի է։ Եվ դատավարության մասով շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, գործերը քննվել են ռազմական տրիբունալների կողմից, այդ թվում Ռուբեն Վարդանյանի գործը, որտեղ մենք ունենք մեկ ամբաստանյալ քաղաքացիական անձ, իսկ ռազմական տրիբունալները ընտրվում են սուբյեկտների հիմքով, այսինքն մեղադրյալը պետք է ռազմականացված անձ լինի, որպեսզի կոմպետենտ դատարանը լինի ռազմական դատարանը եւ հետաքրքրական է, որ կալանքի ձևական որոշումների ժամանակ սկզբնական փուլում Ադրբեջանի իրավապահ մարմինները միջնորդությունները ուղարկել են հենց սովորական գործեր քննող դատարան, քաղաքացիական դատարաններ, ուստի հետագայում է որոշում կայացվել գործը փոխանցել ռազմական դատարանին, ինչը մենք մեկնաբանում ենք հենց քաղաքական պատվերի շրջանակներում։ Եթե անդրադառնամ մի շարք այլ թարմ նորությունների, նշեմ, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ակնկալվում էր տեղեկություններ այնտեղ պահվող հայերի վիճակի մասին, եւ մենք այս տեղեկությունները պետք է ստանայինք դեռևս 2025 թվականի նոյեմբեր ամսին, նոյեմբերի 4-ին, Ադրբեջանի կառավարությունը շուրջ 2 անգամ լրացուցիչ ժամանակ խնդրեց դատարանից եւ վերջնաժամկետը հունվարի 8-ն էր։ Կարող եմ հաստատել, որ մենք հունվարի 12-ին ստացել ենք տեղեկություններ, որոնք 16-ի առնչությամբ պարունակում են տվյալներ նրանց առողջության ընթացքում իրականացված բժշկական զննությունների, գտնվելու վայրի, պահման պայմանների վերաբերյալ, կից ներկայացվել են որոշ լուսանկարներ, թե խցերի եւ թե անձանց վիճակի առումով, այսինքն նոյեմբերի 4-ի պարտականությունը հետաձգված կերպով Ադրբեջանի կառավարությունը իրականացրեց 2026 թվականի հունվարի 12-ին։ Եվ մենք ունեցանք մի դրական տեղաշարժ, որը հաճելի անակնկալ էր մեզ համար, դա 2025 թվականի դեկտեմբերի 24-ի եւ 25-ի Կարմիր խաչի ներկայացուցիչների այցելություններ, այսինքն 7 ամիս տևած դադարից հետո Կարմիր խաչի ներկայացուցիչները Ժնևյան գրասենյակի անունից այցելություն իրականացրեցին, բայց ուզում եմ հստակեցնել, որ սա ad hoc մեկանգամյա փոխհամաձայնեցված այցելություն էր եւ այն կանոնավորության չի ենթարկվում, հաշվի առնելով, որ գրասենյակը իր գործունեությունը դադարեցրել է, բայց մենք չենք բացառում, որ նոր համաձայնությունների ձեռքբերման պայմաններում այս այցելությունները կրկնվող լինեն։ Ինչ հաճախականությամբ չենք կարող կանխատեսել, բայց դրա հնարավորությունը չենք բացառում։ Բոլոր դեպքերում Կարմիր խաչի այցելությունը դրական հոգեբանական ազդեցություն է թողել թե այնտեղ գտնվողների եւ թե նրանց ընտանիքի անդամների շրջանակում եւ այդ այցելության ընթացքում նաեւ նամակներ են վերցվել, տեսագրություններ են վերցվել, որը արդեն այս ամսվա ընթացքում փոխանցվել է ընտանիքի անդամներին։ Մենք տարբերակված մոտեցում ենք վերաբերմունքի առումով դիտարկել Ռուբեն Վարդանյանի պարագայում, հետաքրքրական է, որ մեծացել է նրա մեկուսացվածությունը արտաքին աշխարհից եւ ընտանիքի միջոցով տեղեկացանք, որ պակասել է զանգերի հաճախականությունը,
16-ի պարագայում շաբաթը մեկ անգամ զանգի հնարավորություն է տրվել որպես կանոն չորեքշաբթի օրերին, իսկ դատապարտված 7 անձանց պարագայում 4-ից 6 շաբաթը մեկ պարբերականությամբ, հիմա Ռուբեն Վարդանյանի պարագայում այս մեկ շաբաթյա պարբերականությունը պահպանված չէ եւ ինչ-ինչ պատճառներով նա մեկուսացվում է, նրա դատական գործընթացը ձգձգվում է եւ նա զրկվում է վերջին խոսքը արտահայտելու հնարավորությունից։ Եվ կարծում ենք ռազմագերիների խնդիրը անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանությունների ունի նաեւ կրոնական ասպեկտ, այստեղ մենք գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ եւ որ քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է, մեզ ցուցադրում են նաև այդ կրոնական սիմվոլների առնչվող մի շարք հարցեր, օրինակ թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչը։ Եվ սա բացատրություն չունի, եթե գրքերի հասանելիություն տրվում է եւ անձը ազատ ժամանակը ընթերցելու հնարավորություն ունի, ինչու իր ցանկությամբ, իր նախընտրությամբ դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը եւ այլ թե Ռուբեն Վարդանյանին է սա արգելվել եւ թե այլ բանտարկյալներին նաեւ հրապարակային զեկույցներից կարծում եմ տեղեկացված եք, որ կրոնական սիմվոլները հավաքվել են, արգելվել են դրանք թողնել բանտարկյալների մոտ, անգամ դաջվածքները այրվել են եւ մեր գնահատմամբ քրիստոնյա լինելը եւս գործոն է, որը ինչ որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը։ Թերևս այս կետում ես ավարտեմ եւ պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Տիկին Սահակյան, երկու